Արագած լեռան լանջի ստորոտում ծվարած է Ուջան գյուղը, որը հիմնադրվել է 1919 թվականին Սասունից, Վանից, Մոկտանից եկած հայերի կողմից։ Գյուղի բնակիչները հիմնականում սասունցիների ժառանգներն են։ Ուջանի մշակութային կյանքը ակտիվ է։ Թագուհի Սիմոնյանի ղեկավարությամբ գյուղում գործում է Կարոտ Ուջան երգի պարի ազգագրական խումբը, որը պահում է մեր ազգային դիմագիծը։ Ուջանի պատմամշակութային կյանքում հատկանշական է Զորավար Անդրանիկի արձանի տեղադրումը։ 1960-ականներին, երբ Անդրանիկ անունը դեռ համարվում էր արգելված թեմա, Ուջանի գյուղացիները որոշեցին, որ նա արժանի է հուշարձանի։ 1966 թվականի հունիսի 15-ին հանդիպեցի ընկերոջս Մուրադ Սարգսյանին, հիշում է ուջանցի բժիշկ Հարութը, եւ առաջարկեցի միասին կազմակերպել եւ կանգնեցնել Զորավար Անդրանիկի արձանը։ Ընկերս, որը երբեք չէր առարկում ինձ, անմիջապես համաձայնեց։ Մարտ ամսից Ուջան գյուղում սկսեցինք նախապատրաստական աշխատանքները, եւ ահա երբ ամեն ինչ գյուղում պատրաստ էր, 1967 թվականի հունիսի 3-ին եղավ բացման արարողությունը։ Քանդակագործը Միքայել Ավետիսյանն էր։ Առավոտյան արդեն մարդաշատ էր Ուջան գյուղը։ Ամեն տեղից լսելով, որ այդ օրը տեղի ունենալու Զորավար Անդրանիկի արձանի բացումը, բոլորը շտապում էին հասնել Ուջան եւ մասնակցել բացման արարողությանը։ Այդ օրը բոլորից շատ հուզված էին Զորավարի ողջ մնացած զինվորները։ Այնուհետև սկսվեցին այցելությունները։ Այցելության էին գալիս մեր մեծերը՝ Ազնավուրը, Սարոյանը, Շիրազը, Սիլվա Կապուտիկյանը եւ այլոք։ Սա Անդրանիկի առաջին կիսանդրին էր Հայաստանում։ Այսօր մարդիկ ապրում, ստեղծագործում եւ արարում են հենց Ուջանում, իսկ մենք զրուցել ենք նկարիչ, բիոէներգետիկ Սուսաննա Հարությունյանի հետ, որը պատմում է արվեստի, նկարչության եւ իհարկե բիոէներգետիկայի մասին։ Սուսաննա, որ դեպքում գյուղը քոնը դառնում։ Դե նախ կապ ունի, որ հայրս շատ կապված էր գյուղի հետ եւ իր ամբողջ կյանքի գործունեությունը գյուղում է ծավալել եւ երբ որ հասնում ենք գյուղի սկիզբը, ասում էր բալես արև որտեղից է կծակա, ես անպայման ասում եի Ուջանի Բայրամալուից եւ աշխարհի կենտրոնը դա մեր համար Ուջանն էր եւ այդ պահից իսկ գյուղը իջանեց եւ սերը իհարկե առ Ուջան մեր ծնողներից է մեր մեջներ արվել, այսպես ասած։ Ոնց եք սկսել հենց նկարել ու երբանից։ Նկարել սկսել եմ 2015 թվականից Սամվել Շահինյանի տանը այդպես նկարչական պարագաները դրված է, ինքը նկարում է, ասացի, որ ես ինձ սիրուն է, ես էլ կուզեի նկարեի, ասաց այսօր այդ օրն է, սկսի նկարել եւ դա իմ առաջին կտավն է, որ այնտեղ նկարել եմ նկարն է եւ նրանց հետո մեկ ամիս անց ես հասկացա, որ ես ուզում եմ նկարեմ, գնացի այդ յուղաներ բան ինչ որ այդտեղ տեսել էի, արա եկա սկսեցի նկարել։ Ինչ հոգեվիճակում էիք։ Հա, առաջ հոգեվիճակը ցած գերի երջանիկ հոգեվիճակ էր, երևի նիրվանան դա է ինձ թվում է, որտեղ նկարից հետո մոտ մի շաբաթ ոչ մի բան ներդրեց չէր աստում, ավելի լավ էր, ցած խաղաղ ներքին հանգիստ բան եւ այդ նկարել եմ ոնց որ այդ հոգեվիճակը շատ դժվար իմ մեջից կարացել հանել, բայց կարողացա շատ հաճելի էր, ոնց որ դատարկվեր եւ միտքդ եւ հոգիդ եւ ներդաշնակությունը ներքին ամեն ինչ ոնց որ տեղներ
ու դից սկսեցի նկարել։ Գույների ընտրությունը ինչպիսին է։ Գույների ընտրությունը կախված է տվյալ անձից, եթե անձի եմ նկարում, եթե ինչ-որ իրավիճակ եմ նկարում, այդ իրավիճակից է կախված, այսինքն ի սկզբանե ես չգիտեմ ինչ գույներ են լինելու և ինչ ավարտ են ունենալու, ես պատրաստի էսքիզ չունեմ մտքումս և ամեն ինչ այդպես փոթորկուն է սկսվում և վերջանում, չեմ կարող հստակ ասել, օրինակ դա Հայաստան կտավն է, գույների շքերթ է իմ կարծիքով, բայց Արևմտյան Հայաստանն էլ մեջն է, կան, որ մարդկանց է նվիրված, այսինքն մարդուն եմ նկարում, այն գույների մեջ, ինչը որ ես տեսնում եմ, և իհարկե ամեն անձը ունի իր հետաքրքրությունը և այդ առումով մուսած անսպար է, որտեղ ինչքան հետաքրքիր մարդիկ, այնքան հետաքրքիր գույներ։ Երբեմն մենք էլ չենք գիտակցում, թե ինչ գույներ են թաքնված մեր մեջ և մենք մեզ էլ չենք գնահատում մի քիչ, բայց գույների միջոցով ինչ-որ կերպ բացահայտվում է և գուցե ինչ-որ թաքնված բաներ ի հայտ են գալիս։ Իսկ ձեր մեջ ինչ գույն եք բացահայտել, երբ որ սկսել եք նկարել։ Երրորդ նկարս ինձ եմ նկարել, ավելի շատ տիեզերական կապույտի և մանուշակագույնի մեջ էր, որի կենտրոնում ոսկեգույն պայթյուն էր, այսպես ասած, երրորդ նկարս դա է եղել, հետաքրքիր էր, իմ համար էլ էր բացահայտում իմ կերպարը, իմ մեջ, իհարկե այլ մարդկանց նկարները էլ ավելի հետաքրքիր են իմ համար, երբ որ չես ճանաչում կամ թեթև գիտես մարդուն, բայց նկարում ես ու ասում եմ, հա, այդպես է, ճիշտ է, սենց է, քո համար էլ է հետաքրքրություն և իհարկե, օրինակ ինձ միշտ հարցում են, չես ափսոսում, որ տալիս ես նկարներին ու մեզ լան ասում, չէ, որովհետև երբ որ այդ ուրախությունը, որ դու այդ մարդուն պարգևում ես, նաև քո ուրախությունն է և երբ որ սիրով ընդունում են, իհարկե քո համար ավելի ուրախալի է և երբեք չեմ ափսոսում։ Ինչ է ձեզ տվել բիոէներգետիկան և ինչ է, շատերը օրինակ չգիտեն, ինչ է իրենց ներկայացնում։ Գիտեք, մանկության տարիներից միշտ երազել եմ, որ պետք է հայրիկիս պես բժիշկ լինեմ, բայց ինձ ստացվեց, որ ընդունվեցի տնտեսագիտական ինստիտուտ և չգնացի բժշկության գծով։ Բիոէներգետիկ բուժումները մի քիչ ավելի հասարակ լեզվով ասել, էքստրասենսոր հատկությունների շնորհիվ կարողանում ես մարդկանց օգնել, բուժել։ Մեկի համար տարօրինակ է, մեկի համար ընդունելի է։ Հատկապես հայ հասարակության մեջ։ Չէ, ես դες ասեմ բոլորը տեղյակ են, դե շատ քիչ մարդիկ են, որ ընդհանրապես տեղյակ չեն, հիմա նամանավանդ ավելի մեծ կիրառում ունի և այլընտրանքային բուժման մեթոդ է, և երբ որ արդեն բոլոր փորձերը սպառվում են, մարդիկ այսպես թե այնպես դիմում են այլընտրանքի և երբ որ Օրինակ ինձ միշտ ասում են, դե որ չենք հավատում, չի ազդի, այդպես չի, պետք է ազդի, որ մարդը հավատա, եթե փոփոխություն չլինի, ես չէի հավատա, եթե մարդ ասել հա լավ կլինի, բայց լավ չլիներ, ոնց որ երբ որ արդյունքի վրա է հիմնված, արդեն հավատալու խնդիրն այդքան էական չի։ Իսկ ինչ այդ իրենց ներկայացնում է, դուք էներգիա եք տալիս, էներգիան կարգավորում եք բնության մեջ։ Էներգիան չէր տալիս, որովհետև երբ որ դու էներգիա ես տալիս, մարդը սկսում է սովորել քո էներգիային, սկսում է ապրել քո հաշվին, իսկ այդքան մարդ որ քո հաշվին ապրի, դու դժվար գոյատև ես։ Էներգետիկ խախտումները, երբ որ վերացնում ես, ամեն բան սկսում է էներգիայից չէ, մեր մտքից, միտքն էլ է չէ, էներգիա ինչ-որ ձև, երբ որ դու դա կարգավորում ես, սկսում են արդեն խնդիրներ կարգավորվել և էներգետիկ հոսքը կարգավորվում է, այսինքն էներգիա տալու կարիք չկա, երբ որ դու մաքրում ես, ինքը տվյալ մարդը սկսում է իր բնականոն էներգետիկ հոսքով ապրել։ Հասարակության մեջ տենց ինչ-որ արտահայտություններ կան, չէ՞, վայ այս մարդը էներգիա սարավ։ Այդ օդիկ է, այդպես է, բայց
Օրինակ շատ դեպքերում էներգիայով զբաղվող մարդիկ միշտ պաշտպանություններ են դնում, չգիտեմ, տարբերակներն են էներգետիկ վամպիրներից պաշտպանվելու համար։ Ես իրականում կարծում եմ, որ պետք է այնքան էներգիայով լիքը լինես, հա, այնքան լեցուն լինես, որ նույնիսկ եթե մարդուն տալիս ես այդ էներգիան, կամա թե ակամա, քո վրա ազդեցություն չունենա, որովհետև եթե մարդը վերցնում է, ու դա գիտակցված վամպիրիզմի մասին չի, ուրեմն դրա կարիքը ունի, պարզ է, որ դու էլ թույլ լինես, քո վրա դա ազդելու է, բայց երբ որ դու էներգիատ տեղն է, ուժերը տեղն է, իհարկե նույնիսկ լավ է զգում, երբ որ ինչ-որ մեկին օգտակար ես լինում։ Իսկ ինչքանով է այ բիոէներգետիկան օգնում նկարչության մեջ քեզ։ Դե օգնում է, որովհետև այսպես ասած երրորդ աչքի տեսողությունը օգնում է, որ տեսնես այդ մարդու գույները, հա, ներքին ներաշխարհը ինչով է հարուստ, ինչ գույներով են հարուստ եւ ուղիղ կապի մեջ են նկարչությունը եւ բիոէներգետիկ տեսողությունը, այսպես ասած։ Միշտ մարդիկ սիրում են, հələ չի եղել, որ ինչ-որ մեկը չամաչողասի իմ նման չի, տենց չի եղել։ Իհարկե նկարելուց նաև մի քիչ այդ մարդուն ես ճանաչում, դժվար է, հեշտ է, ինչքան հեշտ է, ինքան նկարը հեշտ է ստացվում, մենք որ դժվար է լինում, զանգում եմ ասում, մի քիչ հեշտ ավրելի տես չի, ասում, բայց ինչի բացարը, դե նկարելուց այդ դժվար է գնում էլի։ Բայց եկեք մի հատ հստակեցնենք, դուք մարդու դիմագծերը չեք ներկայացնում, մարդու գույներն են։ Մարդու գույները, հա, այսինքն մարդն է պատկերված, բայց դուք դեմք որպես այդպեսին այնտեղ չեք տեսնելու։ Մարդու էներգետիկ դաշտն է, այո, մարդու էներգետիկ դաշտն է։ Իսկ ինչ է կարծում մեր մոլորակին, որ գույներն են պակասում հիմա։ Այս վերջում ճիշտ ասած սևը մի քիչ շատացել է։ Եվից չգիտեմ, միշտ մտածում եմ ինչա ցավը, այսքան շատ էս մոլորակի վրա, երբ որ կարա ամեն շատ երջանիկ եւ ներդաշնակ լինի, չգիտեմ, այդ հարցի պատասխանը դեռ չունեմ, բայց վարգույների պակաս ունենք։ Իրականում վարգույներ կան մեր մեջ շատ, բայց հասարակությունը ստիպում է ճնշել կամ ինչ-որ բաների մեջ զնդանների մեջ ենք ինքներս մեզ պահում, որպեսզի այդ գույները հանկարծ ավելի վառ չերևան եւ ոչ թե հակառակը, ինչքան վառ փայլենք, այնքան լավ։ Չգիտեմ, ինչ գույներ են պակասում, որ ծնվում ենք, ինչ որ գույնով լցնում ենք այս աշխարհը, որ բալանսը պահվի։ Նկարչությունը, արվեստը, առհասարակ ավելի շատ իրականությունից կտրվելու միջոց է, թե այդ իրականությունում ապրելու։ Իմ համար իրականության մեջ ընկղմվելու միջոց է, որովհետև դա մեր իրականությունն է, գուցե այն իրականությունը, որի կարիքը մենք ավելի ունենք, բայց հասարակության ճնշումների ներքո, հա, չենք գալիս այդ իրականությանը։ Օրինակ, երբ որ ինչ-որ հասուն տարիքում արդեն ինչ-որ բանի հասել ես, արդեն դժվար է, չէ, ամբողջը թողնես, փոխես եւ անցնես լրիվ ուրիշ ոլորտ, վախերը շատ են, ճնշումները շատ են, բա ոնց կլինի, բա ինչ կլինի, չէ, բայց այս իմ համար սա է իրականը, արվեստի մեջ ընկղմվելը, իրականության մեջ ընկղմվելն է ինձ համար։ Որ պահին եք հասկանում, որ ես ուզում եմ նկարեմ, այն հիմա պետք է նկարեմ։ Դե պահեր է գալիս, որ նույնիսկ շատ հոգնած եմ լինում, բայց հենց մեջիցս եռում է այդ ասում եմ լավ ոչինչ վաղը կնկարեմ, բայց չէ, պետք է այդ պահին վեր կենամ եւ այդ պահին նկարեմ։ Իսկ ինձ ինչ գույների մեջ եք հիմա տեսնում։ Ձեզ մի քիչ որ մտածում եմ, մուգ փիրուզի մեջ եմ սկսում նկարեմ, թեթև ալեկոծությունների մեջ ծառ է ծնվում, հիմա չգիտեմ, որ կտավը բերեմ, փորձեմ նկարեմ։ Դուք այսինքն այդպես է սկսվում, օրինակ ես մտածում եմ, ինչ եմ տեսնում, այդպիսի մանկական խաղեր կար, չէ, առաջ, երբ որ ես մտածում եմ, ինչ եմ տեսնում, այ ինչ մտապատկեր, որ գալիս է, այդպես էլ կտավը սկսում եմ, թե հետո ինչ կստեղծվի կամ ինչ կդառնա, ես չգիտեմ։
ինքնաճանաչում է երևի այդ կտավների հիմքում են։ Իսկ ինչ անենք, որ հենց այս բնության մեջ բանասը պահենք։ Թե էներգետիկ, թե հոգեպես, թե ֆիզիկապես։ Նախ պետք է ազնիվ լինենք ինքներս մեր հետ, եթե մարդը անում է այն, ինչ չի ուզում անել, զբաղվում է այն գործով, այն ինչը որ չի ուզում զբաղվել, դա առաջացնում են հոգևոր դիսբալանս եւ ֆիզիկական խնդիրներ։ Եթե օրինակ մարդը հիմնականում չի արտահայտվում, ամեն ինչ ներս է գցում, ինքը անպայման վահանաձև կեղծի այդ խնդիր է ունենում եւ նույնիսկ անհասկանալի, բայց միշտ կոկորտում քերոսներ կամ բան ունենում, հա, որովհետեւ երբ որ մենք հոգևոր ներքին եւ արտաքին դիսբալանս ենք կրում, դա չի կարող չառաջացնել ֆիզիկական խնդիրներ։ Ցանկացած մարդ, որ ունի այդ հիվանդությունը, կարող է հարցնել, ինքը հաստատ ունի ոչ ներդաշնակ կյանք իր ապրածի եւ դրսի ունեցածի հետ։ Օրինակ փոքր ժամանակ որ չսում դասի գնաս, հիվանդանում ես, չէ՞, այսինքն երբ որ ինչ-որ բան անում ես, որ չես ուզում, քո օրգանիզմը համապատասխան արձագանք է տալիս, որովհետեւ դու չես ուզում դա անես, քո օրգանիզմը մի ձև քեզ հետ է պահում դրանից, ամենահեշտ ձևը դա հիվանդանալն է։ Դրա համար պետք է միշտ ներդաշնակ լինես, իսկ ներդաշնակությունը ազնվության հետ է կախված, եթե դու քո հետ ազնիվ լինես, որ այս ուզում ես փոխես եւ քայլեր անես, որ այդ փոխվի, հետեւաբար արդեն քո բալանսն կգա տեղը։ Հետո այդ թողովի մեջ մենք մոռանում ենք բնության հետ կապը, չէ՞։ Գյուղի մեջ փոքրիկ ջահեր, սև մազերով, սև աչերով, ապրում էր մի սիրուն աղջիկ, իրոք սերով իր նազերով։ Մի գյուղի մեջ փոքրիկ ջահեր, սև մազերով, սև աչերով, ապրում էր մի սիրուն աղջիկ, իրոք սերով իր նազերով։